Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն այլևս չեն կարող սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել հայ առաքելական եկեղեցուն, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության եւ դրանց սպասարկման համար։ Ազգային ժողովը 67 կողմ 26 դեմ 3 ձեռնպահ ձայնով ամբողջությամբ ընդունել է հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով այսօր տուժող կողմ է ճանաչվել Արտաշատ համայնքը։ Նման որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը։ Պաշտպան Երեմ Սարգսյանը սա ակնհայտ ապօրինություն է որակել, նշելով, որ դատարանն էլ որևէ կերպ չի կարողացել հիմնավորել, որ վնաս է պատճառվել Արտաշատ համայնքին։ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի հողամասերի օրինականացման մեղադրանքով։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում։ Ըստ Թաթոյանի իշխանությունները ձախողել են Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական կարողությունները։ Նա հայտարարել է, եթե Փաշինյանը իր բնորոշմամբ վախենում է բանավեճի գնալ, կարող է նրան ԿՊ-ից անվտանգային հարցերով այլ պատասխանատու փոխարինել։ Թաթոյանը հավելել է, իր բանավեճի բովանդակային կողմը չեն կարողանալու ապահովել ձախողումների պատճառով։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ 5 վագոնով ընդհանուր 350 տոննա ցորեն կարագվի։ Ռուսական ցորենի վերջին խմբաքանակն Ադրբեջանով Հայաստան էր ուղարկվել մարտի 19-ին։ Երեկ էլ Հայաստան էր ուղարկվել ռուսական պարարտանյութերով բեռնված 4 վագոն եւ 1 վագոն հնդկաձավար։ 2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.4%։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսության բոլոր ճյուղերում աճ է գրանցվել։ Ներմուծումն աճել է 7.3%-ով, կազմելով 717.6 միլիարդ դրամ, արտահանումը 12.6%-ով, կազմելով 442.5 միլիարդ դրամ։ Իրանն ԱՄՆ-ից ստացել է 15 կետից բաղկացած առաջարկ պատերազմում հրադադարի հասնելու համար, հայտնել են պակիստանցի աղբյուրները։ Առաջարկը ընդհանուր առմամբ նկարագրվել է որպես պատժամիջոցների մեղմացման, քաղաքացիական միջուկային համագործակցության, Իրանի միջուկային ծրագրի դադարեցման, միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից մոնիթորինգի, հրթիռային սահմանափակումների եւ Պարսից ծոցի նեղուցով, Հորմուզի նեղուցով նավագնացության մուտքի վերաբերյալ։ Հունգարիան դադարեցնում է Ուկրաինային գազի մատակարարումը մինչև Ռուսաստանից դրուժբա խողովակաշարով նավթի տարանցման վերսկսումը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մինչև Ուկրաինան նավթ չմատակարարի, նա Հունգարիայից գազ չի ստանա, ասել է Օրբանը։